Մոդուլային ատոմակայանի թեման Հայաստանում ակտիվացավ հենց այն պահին, երբ շրջանառվեցին Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան այցի մասին լուրերը։ Վենսը եկավ։ Իր հետ բերեց միջուկային համաձայնագիր։ Իսկ ինչ օգուտ է բերել այն Հայաստանին կամ ինչ է տանելու։ Հայաստանը հիմա տարածաշրջանում ավանդական ատոմակայան ունեցող միակ երկիրն է։ Ատոմակայանը ռուսական տեխնոլոգիայով է գործում։ Վառելիքն էլ ներմուծվում է Ռուսաստանից։ Այսինքն էներգետիկ անվտանգության մի մեծ բաժին պաշտոնական Երևանը վստահել է Մոսկվային։ Իսկ մոդուլային ատոմակայան ունենալու առաջարկ անում է Միացյալ Նահանգները։ Սա էներգետիկ դաշտում վեկտորի փոփոխության մասին չէ արդյոք։ Իրենք ուզում են նույն ամերիկյան ատոմակայան լինի, որ Հայաստանը եւ նաեւ Հարավային Կովկասը ազդեցության տակ մտնի Միացյալ Նահանգների եւ կախվածության մեջ լինի, ինչը նաեւ եվրոպական շատ երկրներ դա ողջունում են, որտեղ իրենք մտել են հակամարտության մեջ Ռուսաստանի հետ, դրված է Իրանի հարցը, Միացյալ Նահանգները Չինաստանի հետ խնդիրներ ունի եւ այդ ուղին ցանկանում է վերահսկել իր շահերից ելնելով, այս առումով այն նման առաջարկները պետք է մենք դիտարկենք աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Էներգետիկ ոլորտին վերաբերող Վենսի եւ Փաշինյանի հայտարարություններին հատուկ շեշտադրում է արել միջազգային ԶԼՄ-ներից Բլումբերգը։ Կայքը գրել է. «Միջուկային համաձայնագիրն Միացյալ Նահանգների ավելի լայն ջանքերի մի մասն է, ամրապնդվելու Հարավային Կովկասում, որը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջև տարածաշրջանային դաշինքների փոփոխության ֆոնին»։ Բայց որքանով է ձեռնտու Հայաստանին այս ընտրությունը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով Հայաստանը սեփական հնարավորությունները մարդուժի եւ տեխնոլոգիայի առումով չի սպառել։ Այսպիսի լուրջ հարցում այլ ուժի ապավինելը լրացուցիչ կախում է, նշում է տնտեսագետը։ Իմ խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետությունը հայության ներուժը հաշվի առնելով շատ կոնկրետ եմ սա ուզում ներկայացնել, բաժնետիրական ընկերություն ստեղծելով կարող է բաժնետոմսեր իրացնել հայության շրջանում եւ Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում եւ գեներացնել այն ֆինանսական անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են շինարարության համար։ Ցանկացած երկրի հետ, Միացյալ Նահանգների հետ, եվրոպական երկրների հետ, Ռուսաստանի բոլորի հետ համագործակցությունը ողջունելի է, բայց նախ եւ առաջ մենք պետք է ապավինենք մեր ներուժին։ Մոդուլային ատոմակայանը գործարկել են Ռուսաստանն ու Չինաստանը։ Միացյալ Նահանգները մոդուլային ատոմակայան չունի։ Առաջինը նախատեսում է ունենալ 2031 թվականին։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի խոսքով 1979 թվականից Միացյալ Նահանգները նոր ատոմակայանի նախագիծ չի ներկայացրել։ Սա մտահոգիչ է որակում Ստեփան Դանիելյանը։ Նախ հասկանալի է, որ դա փորձարկված չի, դրա տեխնոլոգիաները դեռևս հստակ չեն եւ մյուս վտանգային է, որ մենք դառնում ենք փորձադաշտ ինչ-որ նոր տեխնոլոգիաների համար։ Մինչ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել փորձարկելու մոդուլային ատոմակայանը, Բաքուն ուզում է ավանդականը փորձարկել։ Այն պայմաններում, երբ մեր շուրջը Թուրքիայում, Իրանում, ես շոն խոսում եմ Մերձավոր Արևելքի, ուրեմն մի շարք երկրների մասին, դինամիկորեն զարգանում է ավանդական միջուկային էներգետիկան, երբ Ադրբեջանը արդեն որոշակի դեռևս հետազոտական աշխատանքները սկսել իր տարածքում ատոմակայանի կառուցման ուղղությամբ, ճիշտ է, դեռևս ինչ որ պրակտիկ քայլեր չկան, բայց մենք գիտենք, որ 19 թվականից ի վեր Բաքուն այս ուղղությամբ ինտենսիվ քայլեր է ուրեմն ձեռնարկում, հրաժարվել այն մեծ ատոմակայանից, մեծամորի ատոմակայանից դրա փոխարեն կառուցելով մոդուլային կայան, որը էքսպերիմենտալ է, որը ունի փոքր հզորություն, բնականաբար ռիսկոգ է։ Հայաստանի ավանդական ատոմակայանի դեմ 1990-ականներից Բաքուն ու Անկարան պայքարում են։ Պատճառաբանում են, թե անվտանգային խնդիրներ է ստեղծում տարածաշրջանի երկրների համար։ Մինչդեռ այստեղ այլ խնդիր կա, ընդգծում է Ստեփան Դանիելյանը։ Դա նշանակում է, որ Հայաստան տեխնոլոգիական առումով այն կարևոր երկրների թվում է պատկանում եւ նաեւ մասնագետներ այդտեղ կան եւ նաեւ այդ երկրների անվտանգությունը, որտեղ ատոմակայան կա, որը սպառնալիք է նաեւ ընդհանրապես տարածաշրջանի համար, անվտանգության առումով ավելի լուրջ տանիք են իրենք ունենում, որովհետեւ այդ ատոմակայանը նաեւ կողքի երկրների անվտանգության հարցն է։ Էներգետիկ անվտանգություն ունենալու համար Հայաստանը պետք է օր առաջ որոշի նոր ատոմակայան ունենալ, նշում է Վահե Դավթյանը։ Մոդուլային ատոմակայանը կարող է լրացուցիչ աղբյուր լինել, բայց ոչ մշտական։ Թաթուլ Մանասերյանը համակարծիք է, աճող տեխնոլոգիաների դարում կարելի է փորձարկել մոդուլային ատոմակայանը, բայց այն մշտական,
կամ միակ աղբյուր դարձնելը ճիշտ չի լինի։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։